Բարոյցս բոլորին։ Ջան, ուրեմն հիմա եկել եմ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, Երևանի քաղաքապետարանին տամ իրանց կոռուպցիան, որ մի աշխատանքի վրա մի քանի անգամ գումար են դուրս գրել։ Բարև ձեզ բոլորին։ Եկել եմ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ, ջան, որ Երևանի քաղաքապետարանին հասնեմ իրանց իսկ կոռուպցիան կայանալու դրանը, որ Երևանի քաղաքապետարանը իմ տանիքի վրա, որը ես իմ սեփական միջոցներով եմ կառուցել, իմ տանիքի վրա գումարներ են դուրս գրել եւ հիմա իրանք շինանյութը, որոնք իրանք դուրս են գրել, նորից եմ կրկնում, իմ ֆինանսական միջոցներով կառուցած տանիքի վրա վերել եմ իրանց կոռուպցիան, հանձնեմ Երևանի քաղաքապետարանի, որ կոռուպցիան այսպես է լինում եւ բոլորս էլ հասկանում ենք, բոլորս էլ շատ լավ գիտենք, գիտակցում ենք, որ սա միակ եւ եզակի դեպքը չէ, այսինքն բոլորն էլ գիտեն, որ Երևանի քաղաքապետարանը նման եւ որ տանիքները չեն նորոգում, բնակիչներին նորոգել են տալի, որ իրանք նորոգած տանիքների վրա շինանյութներ դուրս գրեն եւ փող քալանեն եւ հիմա ակնհայտ տվյալ դեպքով ես ապացուցեցի սա Երևանի քաղաքապետարանի ճակերտավոր ասած կազմած ցուցակն է, որ իբրև թե ես Արտուր Չախոյանս հայտ էի ներկայացրել շինանյութի տանիքը նորոգելու համար, ինչը որ բնավ նման բան չի ելել, այսինքն սուտ, կեղծիկ փաստաթուղթ են կազմել իմ անունով, որ փող եւ շինանյութ դուրս գրել եւ հիմա ես այսինքն հիմա չէ, շաբաթօրը գնացել եմ այդ կոռուպցիան ստացել եմ, առհասարակ միտում չեմ ունեցել որևիցե բան գողանալու, այլ այս գողությունը իրանց եկալել եմ, որ բերեմ հանձնեմ իրանց, իցուց դնեմ հանրությանը, որ հետո չմանիպուլացնեն, չասեն սենց չի, ընես չի, այսպես էր, ընենց էր, այսինքն որ առը անհերքելի լինի, որ հետո չասեն մենք չենք տրամադրի իրանք որևիցե բան եւ այլն, վրիպակա տեղի ունեցել, ոչ ժողովուրդ ջան։ Իրանց այսինքն քաղաքապետարանը ձեր անունով շինանյութ է դուրս գրել։ Այո, եւ հիմա բերել եմ իրանց։ Ինչպես եք տեղեկացել դրա մասին։ Հեսա, տեղեկացել եմ Երևանի քաղաքապետարանից իմացել եմ, գնացել եմ, բերել եմ եւ հիմա ժողովուրդ ջան, տեսա իրանց ցուցակը, որ իմ անունն են գրել, որ բնավ իմ տանիքը նորոգած է եւ շինանյութ են դուրս գրում։ Եվ ասեմ, պատկերացնում եք բոլոր վարչական շրջաններում քանի sense միլիոնավոր դրամներ կարող են դուրս գրել եւ հիմա այս շինանյութը ես նվիրատվում եմ Երևանի քաղաքապետարանին վերադարձնում, ինչ ասեմ, թող կարան տանեն, ծախեն, ինչ ուզում են անեն։ Այսինքն եթե ես ի սկզբանե քալանելու, գողանալու միտում ունենամ, այս շինանյութը կարամ առել քանգներով, տանեմ, ծախեմ եւ ինձ ոչի բան չի լինի, բայց էսի երևանցիների գումարն է, որը քաղաքապետարանը քալանում է։ Այսինքն ստացվում, որ նաև այլ մարդկանց անուններով հնարավոր է դուրս գրել։ Իհարկե, միանշանակ բազմաթիվ ցուցակ կա, անուններ կա եւ ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը, այսինքն ֆեյք ցուցակներով փողեր են դուրս գրում։ Ակնհայտ անհերքելի է։ Ես ամեն ինչը տեսա ձայնագրել եմ, թե ոնց եմ գնում Երևանի քաղաքապետարանից այս շինանյութը եկալում, չեն կարող ասեն Չախոյանը առել է, գողացել է, հենց իրանցից են եկալում եւ պաշտոնյաները տեղեկ են, այսինքն իրանք գողությունով են զբաղված, ակնհայտ է։ Եվ հիմա հիմա շինանյութը տան վերադարձնում Երևանի քաղաքապետարանին եւ այսքանով ավարտեմ, որ ժողովուրդը թող իրենց հետևությունները անեն, թե ոնց է պետական միջոցները բյուջեն երևանցիներից խալանում են։
բանդիմի Էսի առելի միլիոնավոր դրամների գումար է կազմում։ Այսքան ծիծեղները հենց սա մասին է խոսքը գնում։ Անկեղծ ասած հստակ կոնկրետ թիվ չեմ կարող ասել, մոտավոր շուկայական արժե կարամ ասել, ըստ իմ հաշվարկի մոտավոր 500,000 դրամ, մոտավոր, բայց բոլոր պատկերացնում եք իրականում քանի հատ նման աշխատանքներ իրան կարող են դուրս գրել 12 վարչական շրջաններով եւ աշխատանքի գումար եւ այլն եւ այլն։ Այսինքն ակնհայտ է հերթական անգամ Երևանի քաղաքապետարանի կոռուպցիան բռնել է փաստաթղթերով հիմնավոր, հիմա էլ չեն կարող ասել վրիպակ է եղել, սա շինախտ է եղել, մենք պետքա տանենք խափենք եւ այլն եւ այլն։ Ոչ ժողովուրդ ջան, այս է Երևանի քաղաքապետարանը նորոգած տանիքները, որը քաղաքացիները իրենց ֆինանսական միջոցներով են նորոգել, գումարներ են դուրս գնում։ Եվ այս դեպքում ինձ վրա են գումար ուզեցել դուրս գրել։ Բայց տեսեք, բացահայտեցի, ներկայացրեցի, իրանց թալանը վերադարձնում են Երևանի քաղաքապետարանի, հույս ունենա մեր շինանյութը տարիքավոր մարդու կտան, որ իրանց տանիքը նորոգեն, այլ ոչ թե տանեն իրանց, չգիտեմ, ջեբերը տանեն ծախեն, ինչ ասեմ, ժողովուրդ ջան, էս է, այսինքն դուրս է գալի, որ մարդիկ, որ կարիք ունեն իրանց տանիքը նորոգելու, Երևանի քաղաքապետարանը ուղղակի չի նորոգում, մեր հիմա, որ մարդիկ իրանց միջոցներով գնան նորոգեն, որ իրանք գումարներ գրեն։ Այսքան է ժողովուրդ ջան։ Իսկ փորձել եք իրենց քաղաքապետարանից ճշտել, թե ինչպես է ստացվում, որ առանց ձեր տեղեկության ձեր անունը Դե փորձելու բանի չի, եթե որ փորձեմ իմանամ, իրանք ասել են սա ադրեցի եւ այլն, պարզի ֆեյք ցուցակ են կազմել, գումարներ են դուրս գրել։ Էլ այդ ամենը ուրիշ բացատրություն չունի։ Այսինքն ակնհայտ փաստաթղթեր են կեղծել եւ գումարներ են դուրս գրում։ Այսինքն սա ոչ նորվա դեպք է եւ առաջի դեպքը չէ։ Այսինքն մենք բոլորս գամասը գիտենք, որ նման բան է լինում, բայց ակնհայտ որպես փաստացի ոչ ոք գամասը ոչ բացահայտել է, ես փաստացի չի ներկայացել եւ ես ներկայացնում եմ եւ պատկերացրեք քանի տարի ընթացքում քանի հատ 501 միլիոն դրամներ են դուրս գրվել ոչ նպատակային։ Նաև այս վերջի իրադարձություններից խոսենք, Շենգավի վարչական շրջանի ղեկավարը Մանուել
Տեսեք, հետաքրքիր է ինչու դեպքը կայանում, բոլորս տեսանք թե նոր վարչական շրջանում ինչ պոլիտանոցը տեղի ունեցավ, նոր 10 հոգու որ հարձակվել են ինձ վրա, իրենց կանոնավորելու փոխարեն ինձ կանոնավորությունը ներման ենթարկեցին։ Իսկ տվյալ դեպքում, որ Ռազմիկ Մկրտչյանի ներկու անձով կանոնավորեցին, ակնհայտ որ այս մամուլի շահը որ ինքը մարդացեցին, դուրս է գալի որ այս երկիրը ուսակցական պարտավորությամբ է։ Այսինքն եթե դուրս է գալի որ Ռազմիկ Մկրտչյանը օրինակ քրեականի չծեր, այո օրինակ չգիտեմ ուրիշ քաղաքացու, հրախուսել միգուցե այլ պաշտոն առաջարկի մասի բացատրելի կամ առասարակ հրաժարականի իր ներկայացնի։ Այսինքն այս մարդիկ փոքրությամբ հրախուսին են, այլ այս ամենը ուրիշ բացատրություն չունի։ Հակառակ դեպքում տվյալ, այսպես ասած, Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ երբականությունը պետք է կիրառվեր նոր վարչական շրջանի այն կույչը այցելած քաղաքապետի վրա։ Որովհետև շանտաժ արեցին, ակնհայտ շանտաժ արեցին, բոլորս տեսանք, չէ՞ որ շանտաժ արեցին, եթե դուք քաղաքապետին հեռացնեք, մենք էլ մանդատներս վայր կդնենք, իսկ որ մանդատները վայր դնենք, գիտեմ, որ Տիգրան Ավինյանը շամպանսկի պրոպտի պես աթորից կփռներ։ Իրանք շանտաժից վախեցան, դեմնել ընտրությունները, գնացին քաղաքական առևտրի։ Հակառակ դեպքում վայրկի են Ռազմիկ Մկրտչյանին ձերբակալի, բացի չձերբակալ, ընդդեմ չի կարող, ԿՊ-ը շանտաժ չէր անի, ինքն է կուսակցությունից։ Այսինքն ակնհայտ է այդ ամեն ինչը քաղաքական է։ Այլ հարցեր։ Երևանի քաղաքապետարանը իմ տանիքի վրա որ ես միջոցներով Երևանի քաղաքապետարանը կետին անգամ այսինքն գումարները դասել։ Կոռուպցիա, լավ է, տեսեք, ես ապրում եմ բազմաբնակարան շենքի վերջի հատում, ես տանիքի հետ խնդիր ունեմ, ես իմ տանիքի վերանորոգել եմ ֆինանսական միջոցներով։ Երևանի քաղաքապետարանը հաստատի դուրս է գալի, տեսել եմ որ իմ տանիքը նորոգած է, լավ վիճակում է, բռնել են, փող են դուրս բերել իմ տանիքի վրա եւ շինանյութ են գնել։ Հիմա իմ տանիքը, քանի որ եղած է նորոգած, ես Երևանի քաղաքապետարան չեն դիմել իմ տանիքը նորոգեն, բայց իրանք ինչ-որ ֆեյք կերտ փաստաթղթերի կերտում են արել, որ իբրև թե Չապոյանը դիմել է, բայց Չապոյանը չի դիմել։ Իրանք այսինքն ուղղակի փողեր են դուրս գնում եւ առերևույթ փաստացի դուրս է գալի 12 վարչական շրջանում, պատկերացեք նման քանի դեպք կարող է լինել, քանի տարիներ են տասնում, այսինքն քաղաքացիները գնում են համատիպ եւ Երևանի քաղաքապետարանը նորոգեն, մերժում են, մարդիկ ստիպված գնում են իրենց սեփական միջոցներով որոշ դեպքերում, իրենց տանիքները նորոգում են, իսկ Երևանի քաղաքապետարանի կոռուպացված խելոքները գնում են այդ տանիքների վրա գումարներ են դուրս գնում։ Եվ հիմա տվյալ դեպքում ոչ ոք չի կարող ասել սա ֆեյք է, լկտիսուտ է, սադրանք է, մանիպուլյացիա, որտեղ հստակ իրանց թալան է, բերել եմ իրենց վերադարձնում, քանի որ առհասարակ մի չունեմ ես դուքի իրանալու եւ լողանալու, այլ իրանցից վեկալել են, որ հանրությանը ցույց տան, որ փաստացին հեսա, ես վեկա, որ հետո չասեն, Ֆիլիպակա տեղի ունեցել, sense տնես մենք Չախոյանին չենք տրամադրի եւ այլն, ոչ ջոջան տրամադրի եւ այդ կոռուպցիոն սխեման գործում է եւ ասեմ ավելի, այս ամեն ինչի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրելու, որտեղ սա համակարգված է եւ համակարգված դեպքում ոչ ոքի, այնպես ասած, զոհասեղանի չեն հասնում։ Ոչ, Երևանի քաղաքապետարանից են վեկալել։ Բացահայտել են, որտեղ իմ անունը ցուցակում բայել է, որը պետք է չլինի եւ ես նման հայտ չեմ ներկայացրել։ Ճիշտ ասած, արդեն գնացել եք, այս ցուցակը դեսի փոքս։ Ցանչոսերոն համար, Արտուր Չախոյան, Նիտան Հասցեն եւ այլն։ Այսինքն fake ցուցակ են կազմել